Հավոտ դատախազության հատկապես կարևոր գործողությունության վարչության դատախազի Մազյանի բաց թողնված ժամկետը վերականգնելու հրաժարման դեմ ներկայացության։ Եվ շտապօգնության ընդունմամբ են ինձ տարել հիվանդանոց։ Այնտեղ ես ճնշում այլևս չեմ ունեցել, ես դրանից հետո ճնշում չեմ ունեցել, ինչպես կարելի է դա համարել իմ եթե ես ընդամենը այդ մի օրը ունեցա ճնշում, ինձ սա է զարմացնում։ Դեպքի օրը ուրեմն դա հունիսի 22-ն էր, երբ Ժերար Սեֆիլյանի դատավարության ժամանակ մենք հավաքված էինք այնտեղ, երբ մենք հայկանանց ճակատի անդամներով էինք եւ երբ Ժերար Սեֆիլյանին երևի պատրաստվում էին արդեն տանել, որոշեցինք նստել հատակին, որպեսզի մի քանի վայրկյանով կարողանանք երկարացնել Ժերար Սեֆիլյանին այդ տարածքից հեռացնելը, որպեսզի ընտանիքը եւ նաև աջակիցները կարողանան մեկ վայրկյան տեսնել Ժերար Սեֆիլյանին, սա էր ընդամենը, սակայն երբ մոտեցան ինձ եւ ասացին, որ պահանջեցին վեր կենալ, ուրեմն ես անմիջապես ենթարկվեցի իրենց պահանջին։ Հետո կանգնած էի պատի տակ մյուսների հետ միասին, անցավ մոտ 1 ժամ, 1 ժամ հետո ինձ մոտեցան այդ ոստիկանական ենիչերական խումբը, բաղկացած 5 հոգուց, թե ավել, նույնիսկ ավել, ուրեմն կարմիր բերետավորներ էին եւ նաեւ սպիտակ համազգեստով ոստիկաններ։ Եվ վայրագ ձևով այս թևս աջ կողմից թևը դուրս գցելով եւ ինձ անասելի ցավ պատճառելով ինձ սկսեցին քաշել եւ տանել ուրեմն դեպի ոստիկանական մեքենա։ Ուրեմն դա է եղել իմ բողոքի այսօրվա բողոքի արդյունքը, որ պետք է պատժվի այդ ոստիկանը, որովհետև անկախ նրանից, որ ես ստացել եմ վնասվածք, ես ստացել եմ նյութական վնաս, ես ստացել եմ բարոյական վնաս, այսինքն ֆիզիկական, բարոյական եւ նյութական վնաս եմ կրել, անկախ դրանից ես ուզում եմ, որ այդ ոստիկանը, տվյալ ոստիկանը, որը միտումնավոր կերպով, որովհետև ձախ կողմի ոստիկանից ես դժգոհություն չունեմ, չնայած մի փոքր կապտել էր, բայց աջ թևս այնպես էր վնասված, որ եւ ուռած էր եւ կարմրած եւ հետագայում էլ կապտեց եւ ես ուսիս շրջանում ստացել եմ վնասվածք, որը մինչև օրս իրեն զգացնել է տալիս, այսինքն ես ուսիս շրջանում մինչև օրս ունեմ այդ ծանրության զգացողությունը եւ երբեմն նույնիսկ ցավը։ Ասածս այն է, որ գնալու եմ մինչև վերջ, որպեսզի հետագայում ոստիկաններին սա դաս լինի եւ նման վայրակ վերաբերմունքի չարժանացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Սա է այսօրվա դատի նպատակը։ Այո, միտումնավոր։ Իհարկե պատճառ կա, այս ռեժիմը ցանկանում է իր բռնի մեթոդներով, իր վայրագություններով վախեցնել պայքարի դաշտում գտնվող քաղաքացիներին, դուք գիտեք, որ ամեն ինչ անում են դրա համար, ուրեմն սա ահաբեկիչ գործողություն էր, պատժիչ ահաբեկիչ գործողություն էր, որովհետև ինչ է նշանակում, տեսանյութերը կան դրա համար, ինչ է նշանակում, ինձ մոտենում են, ասում են դուք օրենք եք խախտում, վեր կացեք տիկին, անմիջապես ենթարկվում եմ իրենց պահանջին, իսկ պահանջը կատարելուց հետո, 1 ժամ հետո, ինչու են ինձ նման բռնի, նման վայրագ ձևով ինձ քաշում եւ տանում, այդպես ցավ պատճառելով քաշում եւ տանում ոստիկանական մեքենա։ Իհարկե, բայց ինչպես պիտի պաշտպանվեմ, ես թքել եմ մինչև անելը, թե դրանից հետո, հիմա քաղաքացին ինչպես պետք է պաշտպանվի, երբ իրեն ցավեցնում է ոստիկանը, ինչպես, եթե ձեռքս մի, ասենք, մուրճ լիներ, կտայի գլխին, բայց չեմ տվել, որովհետև ձեռքիս նույնիսկ պայուսակ չկար։